Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, արդեն մենք կարծում ենք, որ մեր հաղորդումները հենց ձեզ համար են եւ ձեր սպասված հաղորդումներն են։ Եվ դրա համար եւս մեկ անգամ շնորհակալություն։ Շարունակում ենք ներկայացնել ուտեստներ, որոնք մեր կարծիքով կհետաքրքրեն ձեզ եւ կլրացնեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Հարգելի բարեկամներ, այսօր մենք պատրաստելու ենք երկուսով եւ իմ հյուրն է Աբովյան քաղաքը ներկայացնող սկսնակ խոստումնալից խոհարար Բագրատ Ավագիմյանը։ Ողջույն Բագրատ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Ինչ ես բերել այսօր քեզ հետ մեզ համար։ Այսօր բերել եմ միս։ Այսպես ասած մարինացված մեղրի, սոյավի Համենված մեղրով, սոյայի սոուսի մեջ։ Այո։ Քիչ ուրցով։ Մի քիչ ուրցով։ Խոզի միս է։ Խոզի միսը ուրեմն համեմել ենք մեղր, ուրց, սոյայի սոուս, աղ եւ պղպեղ։ Աղ, պղպեղ եւ մի քիչ սեր։ Այո։ Այսինքն այն ինչ որ ես ասում եմ ինչ ես բերել, սեր ես բերել, որ մենք սփռենք սերը մեր հեռուստադիտողների համար։ Եվ ինչ ենք պատրաստել։ Ունենք ապխտած վիչինա, միս, այսինքն եւ բանան։ Ֆիլե Եվ բանան։ եւ բանան, եւ բանան։ Եվ պատրաստելու ենք ինչ։ Պատրաստել ենք այսպես մի հետաքրքիր նախուտեստ բանանով, որը կմատուցենք մեր պատրաստած մսով։ Շատ լավ, ինչ ենք անելու։ Ինչով պիտի մասնակից լինեմ ես։ Դուք տապակենք մենք միսը, մի քիչ ավելացնենք ձետ։ Շատ քիչ։ Ավելացնենք մեր մսի կտորները։ Եվ միսը տապակենք։ Այո։ Այսպես։ Տապակում ենք երկու կողմից, ինչ նա պատրաստվի, իսկ մինչ այդ մաքրենք մեր բանանը։ Բանանը։ Մի քիչ կարող ենք թուլացնել։ Այո, կրակը կարելի է թուլացնել, որպեսզի լավ տապակվի։ Մաքրենք մեր բանանը։ Մեկ անգամ ևս պտտենք մեր միսը։ Միսը միշ պատրաստվի։ Այո։ Կանենք այսպիսի մի բան, կկտրատենք այսպիսի խորան արտիկներով բանանը, այսպես, և կփաթաթենք այս մեր ապխտած ֆիլեի մեջ և կամրացնենք չոփիկով։ Ընտրեմ։ Երկրորդ պտտեմ ես մեկ անգամ ևս միսը։ Բանանը խոզապղտով, հա։ Այո։ Այսպես կփաթաթենք այս կտորը։ Եվ մեր վերջին կտորը։ Այսպես կամրացնենք։ Շատ լավ։ Մեր միսը կունենա հետաքրքիր համադրություն քաղցրի եւ մոռացածեմ տանձել ենք ավելացրել։ Տանձ։ Այո։ Այսինքն համեմել ենք եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, խոզի միս համեմել ենք մեղր, սոյայի սոուս, աղ, տանձ, բարակ, քերած տանձ, աղ եւ պղպեղ։ Աղ եւ պղպեղ եւ ուրց։ Եվ ուրց։ Այո։ Այսպես։ Մեր միսը պատրաստ է։ Հենց ենք անում, որ մեջը մնա մի թեթև կարմիր, յուտ, որպեսզի հաճելի լինի։ Վերցնենք մեր հապսեն, որտեղ մատուցելու ենք։ Շատ արագ պատրաստվեց, բարեկամներ, եւ դա կախված է ջերմությունից, ընտրված ջերմաշրջանից։ Շատ արագ պիտի կերևապատել եւ հասցնել պատրաստի վիճակի։ Եվ մի հարց եմ ուզում տալ, միսը որ համեմել ես, քանի ժամ ես համեմել այդ 40 րոպեն դա բավարար է, որպեսզի համերը խառնվեն։ Շատ լավ։
Եվ նույն թավայի մեջ այսպես կմաքրենք, կավելացնենք մեր բանանի կտորները։ Բանանը խոզապղտով որպես խավար պես մաքրել։ Այո, Լավ։ այսպես։ Մի քիչ կարող ենք ձետ ավելացնել, որպեսզի չայրի։ Շատ չենք պահում, որպեսզի մեր ապղտած մսի համը անցնի բանանին։ Մի 2 րոպե կարելի է այսպես նաև պտտել։ Որպեսզի հետաքրքիր ուտեստ ենք հիմա մենք պատրաստում եւ այսպես նախնական զրույցի ժամանակ Բագրատը նշեց, որ այս ուտեստը կարելի է համարել fusion ոճի, այսինքն նորույթ եւ մի քիչ անհամատեղելի մթերքները համատեղելով։ Իհարկե պայմանական ասած անհամատեղելի, քանի որ կարելի է որոշակի մթերքներ, որ նույնիսկ համարվում են անհամատեղելի, համատեղել, բայց այս ուտեստով բնականաբար մենք չենք կարող վերամբողջ ռացիոնը օրվա ստանալ ծախսած էներգիայի եւ ծախսած միկրոէլեմենտների։ Կարող ենք ուղղակի զվարճանալու այսպես, չէ՞։ Այո, պատրաստ է, կարող ենք վերցնել։ Լավ։ Վերցնենք այսպես։ Բարեկամներ, նորից հիշեցնեմ, որ միսը համեմվել էր հետևյալ կերպ, խոզի փափկամիսը, համեմվել էինք մեղրով, սոյայի սոուսով, քերած տանձով, աղով, պղպեղով եւ ուրցով, պահել էինք 4 ժամ, 40 րոպե ենք պահել, համեմվել էր, համերը համադրվել էր եւ ավելացրինք խավարտ բանանով եւ խոզապղտով եւ ուտեստը պատրաստ է։ Խնդրեմ, դու կարող ես ներկայացնել նաեւ խորհուրդ տալ մեր հերոստատիտողներին։ Թող իմպրովիզացնենք, իմպրովիզով զբաղվեն խոհանոցում։ Պատրաստվել այսպիսի մթերք ուտեստներ։ Իմպրովիզով զբաղվեն։ Խոհանոցը իմպրովիզի վայր է։ Ինչ օրանգան, խոհանոցը իմպրովիզի վայր են դարձրել, հետո էլ ասում են լավ չէ մեր առողջությունը։ Իսկ ինչ խորհուրդ տաս, միշտ սնվել այսպես է։ Չէ։ Մեկ-մեկ այսպես լավ տրամադրության ժամանակ։ Այո։ Սուտ հաճույքի համար։ Սուտ հաճույք։ Բարեկամներ, հաճույքի համար փաստորեն պետք չէ այլ հաճույքի վայրեր այցելել, կարող եք դուք ձեր տանը խոհանոցում հաճույք ստանալ այս ուտեստը պատրաստելուց։ Եկեք ձեր ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բագրատին, ցանկանանք, որ ինքը նույնպես խոհանոցում հաճույք ստանա։ Շնորհակալություն։ Հարգելի հերոստատիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, նախքան ավարտելը ուզում եմ հիշեցնել, որ ուտեստը համարվում է տաք նախուտեստ, բնականաբար կարող ենք նաև հիմնական ուտեստ որպես ծառայեցնել եւ այստեղ խորհուրդ ենք տալիս ուտեստը մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ եւ ըմպել կարմիր անապակ բերթաշեն գինի։ Հարգելի հերոստատիտողներ, լինենք առողջ երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամ։ Խոզի տապակա, խոզի միս 300 գրամ, խոզապուխտ 60 գրամ, բանան 1 հատ, ձեթ 20 գրամ, աղ, բարեխորժակ։